Այդ սուվերեն ինքնիշխան պետության սկզբունքը մինչև հիմա իհարկե գերիշխում է միջազգային հարաբերություններում, աշխարհակարգերում տարբեր։ Չինաստանը հայտարարվեց բաց գոտի, բաց դռների երկիր, այսինքն բոլոր երկրները հավասար իրավունք ունեին օգտվելու Չինաստանից։ Արդեն գոյություն ունի անկախ հայկական պետականություն, եւ նա պետք է իր տեղը եւ դերը որոշի այս ձևավորվող աշխարհակարգում, որը շատ բարդ երևույթ է։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրն է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանը, ով Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական է, հայտնի թուրքագետ, եւ այսօր մենք խոսել ենք աշխարհակարգերի մասին, աշխարհակարգերի փոփոխության մասին, պատմականորեն ինչ փուլեր եւ ինչ ընթացք է ունեցել մարդկության զարգացումը, նաեւ աշխարհակարգերի փոփոխության տրամաբանությամբ, խոսել ենք Վեստֆալյան համակարգից, Վիեննայի համակարգից, խոսել ենք Վերսալյան համակարգից եւ եկել հասել ենք միջև մեր օրերը, փորձում ենք հասկանանք այսօր ինչ աշխարհակարգ է ձևավորվում եւ մենք հայերս ինչ դեր ունենք այդ նոր ձևավորվող աշխարհում, դա վերաբերվում է ոչ միայն քաղաքական քննարկումներին, դա նաև վերաբերվում է տեխնոլոգիական զարգացմանը, դա նաև վերաբերվում է ռազմական ուժի ձևափոխումներին, մի խոսքով չափազանց հետաքրքիր բազմակողմանի բազմաբնույթ հաղորդում է ստացվել, անպայման դիտեք միջև վերջ, մանավանդ որ վերջում մենք նաև խոսում ենք հայկական քաղաքակրթական գործոնի մասին, որը նույնպես շատ կարևոր է ընդգծել, անպայման դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Պարոն Սաֆրասյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նորից մեր հյուրն եք, սա մեր արդեն 100-ից ավել հաղորդումներ ենք նկարել, դուք մեր առաջի հյուրերից մեկն եք, երրորդը թե չորրորդը։ Հա, ու շատ կուզենայի ձեր հետ խոսել մի կարևոր հարցի թեմայի շուրջ, որը տեսական թեմա է, եւ մենք միջև եթերն էլ էինք խոսում, որ ցավոք սրտի մեզանում տեսական հարցերը քիչ են քննարկվում, որը պրոբլեմա ամեն դեպքում գիտության զարգացման համար, այսօր խոսել ենք աշխարհակարգի մասին, չէ՞։ Այն ինչ որ ամերիկացիները ասում են world order, ռուսները ասում են միրապարյադետ, մենք ասում ենք աշխարհակարգ, դրա համար ուզում եմ սկսենք մի քիչ ավելի sense տեսական հարցը, ինչ է դարապես աշխարհակարգը, մենք ինչ է մտնում դրա մեջ։ Շատ կարևոր հարց է, ճիշտ եք անում, որ հենց դրանից ենք սկսում, ինչու, որովհետև պետք է մենք աշխարհակարգը կարողանանք տարբերել միջազգային հարաբերությունների համակարգից։ Շատ դեպքերում դա ուղղակի չի տարբերվում, բայց ես կարծում եմ դա սխալ է, ոչ միայն ես եմ կարծում, այլ ընդունված է։ Աշխարհակարգը շատ ավելի լայն երևույթ է եւ իր մեջ ներառում է ոչ միայն հարաբերությունները պետությունների միջև, ինչպես միջազգային հարաբերություններն են, այլ նաեւ ավելի ընդհանուր երևույթներ, օրինակ ուժի կառավարման ձևերը, հավասարակշռության հաստատման մոտեցումները, մյուս կողմից գաղափարները, որոնք տվյալ պահին գերիշխում են, օրենքները, այսինքն եթե այսպես ավելի կարճ ասենք, աշխարհակարգը դա այն գաղափարն է, որի մեջ գոյություն ունեն միջազգային հարաբերությունները։ Այսինքն եւ ուժային հարաբերությունները, եւ արժեքային հարաբերությունները, եւ իրավական համակարգը։ Միանգամայն, այո։ Հա, իսկ ինքը հին երևույթ է, ուզում եմ ասեմ պատմականորեն մենք երբանից կարող ենք ասենք, որ ինչ որ մի փուլում նման մի բան ձևավորվեց։ Տարբեր մոտեցումներ կան, ավելի ինձ հոգեհարազատ է այն մոտեցումը, որ աշխարհակարգ երևույթը սկսում է դիտարկվել սկսած 17-րդ դարի կեսերից մոտավորապես։ Բայց այլ մոտեցումներ էլ կան, ինչպես ասեցի, որ աշխարհակարգի մասին խոսում են այդ մոտեցումների գրողները հին ժամանակներից սկսած, հռոմեական կայսրություն, պարսկական կայսրություններ եւ այլն։ Մակեդոնացին երևի չէ, հելենիզմով իր աշխարհակարգը։ Բայց ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է սկիզբը դիտարկել ամեն դեպքում մեր
այս պահին պատմական, երբ մենք շարունակողն ենք այդ բոլոր երևույթների, 1648 թվականին, երբ սկիզբ առավ Վեստֆալյան այսպես կոչված համակարգը։ Մեր լսողներին ես կներեք ընդհատեմ, ասեմ, որ 1618-48 թվին Եվրոպայում տեղի ունենում շատ մեծ մի պատերազմ, 30-ամյա պատերազմ, շատ արյունալի։ Ես որ կաշտում եմ, իրոք սարսափելի, ասենք ամբողջական գյուղեր են ոչնչացվել, եւ հիմնականում կրոնական պատերազմի քողի տակ բողոքականները, կաթոլիկները, եւ 1648 թվականին Վեստֆալում հանդիպեցին եւ Այմնագիր ստորագրեց, որը էլի խոսքից է ստամ։ Որը դրեց աշխարհակարգի երևույթին մարդկության պատմության մեջ եւ մի քանի սկզբունքներ հաստատվեցին Վեստֆալյան համակարգով, որոնք մի մասը գործում են նաեւ մինչեւ այսօր, մասնավորապես ինքնիշխան պետության գաղափարը։ Վեստֆալյան համակարգի կարևոր հենասյուներից մեկը այն է, որ պետությունները դրանք ինքնիշխան են, սուվերեն են եւ իրենց ներսում պատասխանատվություն են կրում լիովին։ Հարևանները իրավունք չունեն, այսպես ասած, լեգիտիմ իրավունք չունեն խառնվելու ներքին գործերին։ Շատ կարևոր սա սկզբունք է, որը մինչեւ հիմա մենք տեսնում ենք գործում է։ Եվ Վեստֆալյան համակարգը բացի դրանից նաեւ երկրորդ պլան մղեց կրոնական գործոնը, կայսրությունների, որ գերիշխում էին միջնադարում այդ հանգամանքները։ Եվ նաև կարևոր է այդ տեսակետից Վեստֆալյան համակարգը դիտարկելու տեսակետից այն, որ այստեղ մենք տեսնում ենք հավասարակշռման արդեն առաջին նշույլները, որովհետև այդ պատերազմները, ինչպես դուք նշեցիք, 30 տարվա շատ արյունալի հանգեցրին այն եզրակացության, որ ավելի լավ է հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե պատերազմների, խաղաղություն ինչպես կարելի է պահպանել, եթե գոյություն ունի որոշակի հավասարակշռություն պետությունների միջև, այսինքն էկտերները, ինչպես ասում են, պետություններն են, որոնք շահագրգռված են, որ իրենց միջև առաջացող խնդիրները լուծեն խաղաղ ճանապարհով, հաշվի առնելով միմյանց նաև շահերը։ Այդ բալանսի գաղափարը, որը չարտահայտվեց փաստացի վավերագրական ձևով, բայց արդեն այդ ժամանակվանից կար։ Այսինքն ուժային բալանս պետք է լինի եւ այո, հետագայում դա արդեն ֆիքսվեց այդ գաղափարը։ Այսինքն 1648-ից հիմա մենք դրա մեջ ենք, թե ինչ որ էլի փոփոխություններ են։ Մենք, ինչպես ասեցի, այդ սուվերեն ինքնիշխան պետության սկզբունքը մինչև հիմա իհարկե գերիշխում է միջազգային հարաբերություններում, աշխարհակարգերում տարբեր, բայց այդ աշխարհակարգը, որը ստեղծվեց Վեստֆալյան համակարգի միջոցով, գոյատևեց, գիտեք, մինչև երբ, մինչև ի հայտ եկավ մի խոշոր անհատականություն, Նապոլեոն Բոնապարտը։ Եվ այդ անհատականությունը ստեղ մենք դες այդ այսպես ասած առնչվում է անհատը եւ պատմությունը այդ խնդրի հետ, որը շատ հետաքրքիր է։ Կարծում եմ մի անգամ հաջորդ պես հնարավորություն կունենանք դրա մասին խոսելու։ Եվ այդ անհատը կարողացավ ստեղծել մի պետություն, այն ժամանակվա ինքը իրան հռչակեց կայսր եւ այլն, որը գերիշխեց Եվրոպայում եւ այդ համակարգը ըստ էության դադարեց գոյություն ունենալուց Վեստֆալյան համակարգը, որտեղ նրա հիմքում առանձին պետություններն էին, որոնք փորձում էին ինչ-որ բալանսի հասնել, իսկ նա ստեղծեց մի կայսրություն, որը Եվրոպան վերցրեց իր հիմնական առումով իր հսկողության տակ, բերելով նոր գաղափարներ։ Եվ փաստորեն, երբ որ իշխանությունից նա զրկվեց, Նապոլեոն Բոնապարտը եւ ֆրանսիական կայսրությունը պարտություն կրեց, Եվրոպայի առջև առաջացավ խնդիր ստեղծել մի նոր համակարգ, որտեղ հինը չգործեց, եւ առաջացավ Վիեննայում համաժողովի ընթացքում այդ նոր համակարգի գաղափարը, որ Վիեննայի համակարգ, որը իրականում նաև անվանում է Մետերնիխի Ավստրիայի արտգործնախարարի Ալեքսանդր առաջինը մեծ դեր ունեցավ եւ այդ համակարգի նոր
աշխարհակարգի գաղափարը հետևյալն էր, որ թույլ չտալ, որ մի պետություն ունենա գերակայություն, ինչպես Ֆրանսիան էր Նապոլեոնի ժամանակ, բայց մեծ տերությունները, որոնք իրենց հաստատեցին մեծ տերություններ, նրանք կառավարեն միջազգային հարաբերությունները։ Այսինքն համագործակցային կառավարում լինի։ Համագործակցային մրցունակ, այսպես ասած, համակարգեր են դրանք իհարկե, բայց թույլ չտան, որ մեկը իրենցից գերակա լինի։ Իհարկե դրանք սկզբից ռուսական կայսրություններ, Հաբսբուրգյան ավստրիական կայսրությունը հետագայում իհարկե թույլ տվեցին նաև Ֆրանսիային դրա մեջ մտնել եւ այլն։ Սա ուրեմն այդ Վիեննայի համակարգն էր, Եվ հետաքրքիր փաստացի Ղրիմի պատերազմը 1865-ի երևի հենց դրա արտացոլումն էր, ռուսներին թույլ չտալ, որ չէ, երևի։ Ստեղ գիտեք, շատ նույնպես հետաքրքիր գաղափար է, ինչու, որովհետև երբ Եվրոպայում 1848-49 թվականներին տեղի ունեցան բուրժուա դեմոկրատական, ինչպես ընդունված է անվանել հեղափոխություններ, ռուսական կայսրությունը, իդեմս կայսրը Նիկոլայ առաջինի մեծ դեր խաղաց այդ ապստամբությունները, այդ հեղափոխությունները ճնշելու առումով, եւ Ռուսաստանը այդ ժամանակ ձեռք բերեց Եվրոպայում սպես հեգեմոնի որոշակի ոչ լրիվ գերակա դիրք, եւ դրա համար շատ ճիշտ եք ասում, որ ըստ էության Անգլիան եւ Ֆրանսիան որոշեցին հենց հարված հասցնել ռուսական կայսրության ամենաթույլ տեղին, Ղրիմին, եւ իհարկե Ռուսաստանը այստեղ պարտվեց։ Տեսնում եք, այդ համակարգը պահելու նպատակով այդ համակարգի մաս կազմող պետությունները մյուս մաս կազմող պետության դեմ կիրառեցին ուժ։ Հետո կարող ենք ասենք, որ նաև այս վիեննական համակարգի, որ 1815 թվից էլի ժամանակագրականն է տանք մեր լսողներին, դա նաև այսպես գաղութային կայսրությունների ստեղծման դարաշրջան է։ Դե գաղութային կայսրությունները իհարկե կային միջև ավելի վաղ է։ Դա այլ խնդիր է, գիտեք, դա էլ շատ հետաքրքիր խնդիր է։ Գաղութային կայսրություն ասված երևույթը, որտեղ գաղութացումը, որը սկսեց Ամերիկայից, հանգեցրեց այս ժամանակակից Եվրոպայի առաջացմանը, պես եթե շատ խորը գնանք, որովհետև Եվրոպան կտրուկ հարստացավ, մեծ քանակությամբ ոսկի եւ արծաթ բերվեց Ամերիկայից, որը առաջացրեց այսպես կոչված գների հեղափոխություն։ Եվ դա նաև հանգեցրեց նրան, որ արտադրությունը բարձրացավ Եվրոպայում, սկսեց միջին խավ ստեղծվել, եւ այդ պետությունները, որոնք դրանից ամենաշատ օգտվեցին, նրանք կարողացան իրենց հզորությունը ավելի ամրապնդել, ինչպես օրինակ 19-րդ դարի բրիտանական կայսրությունը։ Ու նաև, չգիտեմ, ճիշտ եմ թե չէ, եթե Վեստֆալին ենք նայում, Վեստֆալը մի տեսակ ավելի շատ հենց Եվրոպայում էր կենտրոնացված, իսկ այս դեպքում մենք կարող ենք խոսենք, որ այս գաղափարները, որոնք Վիեննայի համակարգն էր ստեղծում, իրենք արդեն համաշխարհային էին, ձգտում էին համաշխարհային, բայց դեռ ոչ, այդ համաշխարհային դարձավ երրորդ աշխարհակարգը։ Եկեք դերում անցնենք դրան, տեսնենք որն էր երրորդը։ Առաջի համաշխարհային պատերազմից հետո, որը սկսեց ստեղծվել Վիլսոնյան Վաշինգտոնյան համակարգ, այսպես կոչված։ Շատ հետաքրքիր է Վիլսոնյան եւ Վաշինգտոնյան ինչի այդպես անվանվում։ Դե Վուդրո Վիլսոնին բոլորս գիտենք, նրա գաղափարը ազգերի ինքնորոշման իրավունքի հիմք դարձավ այս նոր համակարգի, մինչև հիմա դա միջազգային իրավունքի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Ամերիկան նաև կարևոր էր նրանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մաս կազմեցին համաշխարհային այդ գործընթացների։ Դա մեկ եւ ինչի է կոչվում նաև Վաշինգտոնյան։ Շատերը դա թերագնահատում են, բայց ես կարծում եմ դա շատ կարևոր է։ Վաշինգտոնում տեղի ունեցավ խորհրդակցություն, համաժողով այսպես, որը հիմնականում նվիրված էր ծովային, օվկիանոսային խնդիրներին, այնտեղ հաստատվեց, գիտեք, շատ էլի հետաքրքիր երևույթ է, հարաբերակցությունը երեք մեծ տերությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների,
Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իրենք ինչ քանակի ռազմածովային ուժեր կարող են ունենան բայց երկրորդը շատ ավելի կարևոր էր իմ կարծիքով եւ հետաքրքիր որ Վաշինգտոնյան այդ համաժողովում որոշում ընդունել դա Չինաստանի մասին էր Չինաստանը հայտարարվեց բաց գոտի բաց դռների երկիր այսինքն բոլոր երկրները հավասար իրավունք ունեին օգտվելու Չինաստանից տեսեք երկու խոշորագույն քաղաքակրթական երևույթներ արևելքում Չինաստան եւ Հնդկաստան բրիտանական կայսրությունը միանձնյա օգտվում էր Հնդկաստանից եւ դա նրա հզորության ամենակարևոր նախադրյալներից մեկն էր հարստությունը որպես գալիս էր որ Հայաստանի վրայով որոշ չափով նաեւ Հնդկաստանից Լոնդոն իսկ Չինաստանը հայտարարվեց բոլորի համար բաց հավասար եթե համեմատենք այսօրվա աշխարհակարգի հետ մենք տեսնում ենք Չինաստանի ինչ մեծ դեր է իսկ այն ժամանակ ուղղակի Չինաստանը այսպես բաց երկիր էր եւ դա երևի Միացյալ Նահանգներին էր ձեռ տալիս չէ դե Միացյալ Նահանգներին ձեռ էր տալիս այն առումով որ ավելի Խաղաղ օվկիանոսը իրենց ավելի մոտ է հա եւ կարող էին հա հետաքրքիր է էլի ինչ բաներ ունենք մենք հատկանիշներ ունենք արդեն այս Վերսալ Վաշինգտոնյան համակարգի բազմաբևեր կարող ենք իրեն ասենք չէ երկրորդ շատ էին որտեղ բևերները դեռևս չկային իմ կարծիքով բայց կարևորը այն էր որ առաջին անգամ փորձ արվեց համակարգել միջազգային հարաբերությունները մի կազմակերպության ազգերի լիգայի ստեղծումով հա եթե նախորդ համակարգում Վիեննայի համակարգում աշխարհակարգում դա արվում էր այսպես առանձին կոնգրեսների միջոցով չէ օրինակ Բերլինի կոնգրես եւ այլն հա իսկ արդեն եկան այն գաղափարին որ էլի Վիլսոնյան այսպես ասած գաղափարներից էր որ մի կազմակերպություն լինի հա որ այդ ամեն ինչ անի բայց մենք տեսանք այսպես ասում եմ մենք տեսանք պարզվեց որ դա չունի այն մեխանիզմը որը կարող էր զսպող լինել հա բայց հետաքրքիր գաղափար էլի ամեն դեպքում ոչ թե սпасել ժամանակ առ ժամանակ կոնգրեսների գումարմանը այլ մշտական աշխատող մի կազմակերպություն լիներ եւ շատ էլի հետաքրքիր է որ մենք կարող ենք արձանագրենք հետեւյալը որ այդ աշխարհակարգերը որոնք մենք արդեն նշեցինք տեսეთ նրանք ինչ որ եթե մի երևույթ ի հայտ են բերում գաղափարը որ հետո դառնում է ինստիտուցիոնալ հետևակերպումն է ստանում նա ասես շարունակվում է զարգանում է համապատասխանեցվում է իրադարձություններին աշխարհին ժամանակին ինչպես օրինակ ՄԱԿ-ը հա որը ազգերի լիգայի շարունակողն է փաստացի բայց արդեն շատ կարևոր առանձնահատկությամբ արդեն մենք գալիս ենք հաջորդ աշխարհակարգ բայց էլի կներեք մելի վերադառնանք մի բան է կա որ կուզենամ ասեմ այդ Վերսալի կամ Վաշինգտոնյան համակարգի պարագայում որ փաստացի մենք ստեղ ունեցանք նաև կայսրությունների փլուզում միանգամայն ճիշտ է այո Օսմանյան կայսրություն ռուսական կայսրություն ավստրիական կայսրության փլուզումը փաստորեն Հաբսբուրգների ավստրիական կայսրությունը այո գերմանական կայսրությունը հա գերմանական կայսրությունը դրա համար այն գաղափարը որ Վիլսոնը բերում էր ազգային ինքնորոշման շատ լավ տեղավորվում էր էլի մեջը այո բայց չենք ասում որ այդ համակարգը այսպես վեշնական տեսք չստացա որովհետև ազգերի ինքնորոշման իրավունքը չկիրառվեց եթե Եվրոպայում դա կիրառվեց ապա այլ հատվածներում դա այնպես չկարողացան կիրառել օրինակ Սևրի դաշնագիրը մնաց թղթի վրա դեև եւ հայերին եւ քրդերին ինքնորոշման իրավունք այո ընդհանրապես Միրզավարալքում չկիրառվեց չէ չկարողացան գաղութային ավելի շատ փաստորեն վերաբաշխում ենթամանդատային պետություններ այո հա դա ձգվեց եւ բերեց պատերազմի ցավոք սրտի չկանխեց պատերազմը նույնիսկ ավելի սասկացրեց բերեց երկրորդ համաշխարհային որից հետո ձևավորվում է մի նոր աշխարհակարգ նոր աշխարհակարգ չորրորդ այսպես չորրորդ աշխարհակարգը ձևավորվեց հաշվի առնելով այն սխալը որը թույլ էր տրվել օրինակ ազգերի լիգայի հետ կապված եւ որը չուներ այսպես համակարգող մեխանիզմներ եւ ՄԱԿ-ը երբ որ ստեղծվեց դա հաշվի առնվեց ստեղծվեց անվտանգության խորհուրդ որի որոշումները արդեն պարտադիր են հա եւ
բանը բայց այդ համակարգն է չէ կարելի ասել որ մի տեսակ այսպես կիսատ պրատ էր էլի չաշխատեց որտեվ սկսվեց առապատերազմը թե առապատերազմը դրա ուղղակի տրամաբանությունն էր հետաքրքիր հարց է տեսեք իմ կարծիքով այստեղ մենք պետք է այսպես աշխարհակարգի մենք ասեցինք չէ որ շատ կարևոր են կառույցները ինստիտուտները եւ այլն բայց նաև աշխարհակարգերի բնութագրման համար կարևոր են ռազմական տեխնոլոգիաները։ Հա։ Եվ այստեղ իհայտ եկավ միջուկային զենքը։ Այ միջուկային զենքը այդ չորոշն էր, չէ՞, այդ համակարգը։ Յալտայի, Պոտսդամի, ինչպես ասում են այդ։ Ահա, Յալտա Պոտսդամյան։ Այդ դա միջուկային զենքի իհայտ գալը կտրուկ փոխեց միջազգային հարաբերությունները եւ դա հանգեցրեց երկբևեռ աշխարհի եւ երկու երկրներ, որոնք տիրապետում էին միջուկային զենքին, նրանք շահագրգռված չէին, որ լինի այնպիսի պատերազմ, որ իրենք ներգրաված լինեն, որ չկիրառեն միջուկային զենքը, որտեղ դա վտանգ էր ներկայացնում հենց առաջին հերթին իրենց գոյության համար։ Եվ մենք հիմա դա տեսնում ենք միջալոցը, երբ որ մենք անցնենք ժամանակակից աշխարհակարգի ձևավորման միտումներին ես դա կնշեմ հատուկ։ Հա, այսինքն եւ դրա համար է որ մենք տեսնում ենք մի երևույթ, որ երևի նոր չի, բայց այսպես անունը նոր ստացվեց սառը պատերազմ, այսինքն մի կողմից պատերազմ է, մյուս կողմից սառն է, որովհետեւ երկու հակառակորդներ ուղղակիորեն չեն բախվում, չէ՞։ Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները իրենք կարող է Աֆրիկայում բախվեին, չգիտեմ, Մոզամբիկում, բանում բախվեին, Կարիբյան ծոցում կամ չգիտեմ, այնտեղ Կուբայում, Սալվադորում եւ այլն, բայց բուն իրար միջև բախում տեղի չէր ունենում։ Սառը պատերազմ գաղափարի հենց փաստորեն զսպողը միջուկային զենքն էր։ Եվ գիտեք, այստեղ նաեւ մի նոր երևույթ պետք է մենք արձանագրենք կապված այդ սառը պատերազմի հետ, որ գաղափարախոսությունը դարձավ աշխարհակարգի ձևավորման կարևոր գործոններից մեկը, ամենայն դեպս այդ աշխարհակարգի Յալտա Պոտսդամյան աշխարհակարգի եւ երկու բևեռները որ ստեղծվեցին, նրանք իրարից տարբերվում էին իրենց գաղափարախոսությամբ, որը անընդունելի էր մեկը մյուսի համար։ Հա, շատ է դաշկի։ Հիմիկվա երևի այսպես մեր լսողները կամ երիտասարդները չեն կարող պատկերացնել ինչ չափի իրոք լարվածություններ գաղափարական։ Այո։ Երբ որ մարդիկ ուղակի չէին կարող հասկանալ ինչպես կարող են մյուսները ապրեն այլ գաղափարներով, չէ՞։ Եվ այդ դրան նպաստում էր նաեւ կներեք մեկ այլ երևույթ, որը հատուկ էր այդ շրջանին, երկաթյա վարակույրը։ Երբ որ մարդիկ կտրված էին, նոր ասացիք չէին կարող հասկանալ, իրարից կտրված էին, չէին պատկերացնում մեկը ինչպես է մյուս համակարգը ապրում։ Հա, էլի այսօրվա մեր երիտասարդները չեն պատկերացնի, ինչքան որ անհնար է գնալ։ Դու չես կարող, ուղղակի անհնար է, որ դու ասենք մեկնես ինչ որ չգիտեմ, ուշպատ մեկնես Իտալիա եւ Կիրակի վերադառնաս, ինչ-որ անհնար է, իսկ ժամանակ համացանց գոյություն չուներ, ինֆորմացիա չկար, ես հիշում եմ ինչ մեծ, պես ասած, դժվարությամբ ես կարողացա ձեռք բերել են երկար ճալիքով փոքրիկ այդ տրանզիստորները, ինչպես ասում ենք, սև Ռիգայի արտադրության եւ լսում էի տարբեր թշնամական ձայներ, որոնք խլացվում էին։ Օրինակ ազատությունը համարյա լրիվ չէր լսվում, բայց Ամերիկայի ձայնը լսվում էր։ Շատ հետաքրքիր աշխարհ էր, ոնց որ լրիվ այլ աշխարհ լինի։ Ու ընդ որում որ մենք խոսում ենք, դա մի 50 տարվա պատմություն է, ավելի քիչ նույնիսկ, այսինքն ուզում ասեմ, ավելի քիչ ժամանակահատվածի։ Մի հարց էլ ուզում եմ տամ այս ժամանակաշրջանի հետ կապված, մի գաղափար կա, որ ասում են, որ իհարկե սառը պատերազմներ, իհարկե լարվածություն կար, բան կար, բայց ինքը միցակ ավելի անվտանգ էր այդ աշխարհը, քան այսօրվա աշխարհը, որտեղ ամեն մի բևեռը ոնց որ իրեն վստահված աշխարհամասը կարգավորում էր, էլի։ Այո։ Կա նման բան, հա։ Բայց կար նաև վախի մթնոլորտ։ Գիտեք, անվտանգությունը այո, բայց նաև երևույթներ կային, որոնք վկայում են, որ վերջ-վերջու ինչ որ գուցե ենթագիտակցության մակարդակով այդ վախը կար։ Օրինակ շատ տարածված էր այն ժամանակ, որ թաքստոցներ էին պատրաստում, որ մարդիկ գնան այնտեղ պատսպարվեն,
եւ հետո տեղի ունեցավ Կարիբյան ճգնաժամը 62 թվականի հոկտեմբերին, երբ այսպես մի մազից էր կախված աշխարհի գոյությունը, կարելի ասել, որովհետեւ երկու այդ գերտերությունները, երկու բևեռները, Խորհրդային Միությունն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք տիրապետում էին մեծ քանակությամբ արդեն այն ժամանակ միջուկային զենքի պատրաստ էին դա կիրառել իրար մեկը մյուսի դեմ։ Այսինքն այդ կար այդ վախը եւ կար նաեւ ռիսկը, որ կարող է այդ մեկ էլ սառը պատերազմը վերածվի ոչ սառը պատերազմի, բայց Փառք Աստծո անցանք իսկ բանը հիմա արդեն անցել ենք ներկա աշխարհակարգի ձևավորմանը, բայց ես ուզում եմ այնուամենայնիվ մի հարց տամ, որ տեսեք մենք մի քանի աշխարհակարգի փոփոխության մասին խոսեցինք, երբ են փոխվում աշխարհակարգերը, այսինքն ինչ պետք է տեղի ունենա, որ փոխվեն աշխարհակարգը, մի դեպքում ասիկ, մի մարդու գործոներ, բայց էլ ուրիշ ինչ։ Տեսեք, այդ աշխարհակարգը, որ փոխվեց, երկրորդը, չէ՞, Վիեննայի աշխարհակարգը, դա համաշխարհային պատերազմներ առաջին։ Վաշինգտոնյանը, Վիլսոնյան, Վաշինգտոնյան համակարգը փոխվեց երկրորդ համաշխարհային պատերազմներ։ Ես երբ որ դա էլ փոխվեց, արդեն այդ երկբևեռության վերացումն էր։ Բևեռներից մեկը վերացավ գաղափարախոսական առաջին հերթին եւ տնտեսական պատճառներից ելնելով։ Այսինքն շատ մեծ աշխարհակաղական ցնցում պետք է տեղի ունենա պատերազմին բանդեսական։ Ահա, հիմա դե գալիս ենք այն հարցին, բայց հիմա ոնց որ չկա այդ մեծ ցնցումը, ինչու է հիմա փոխվում աշխարհը։ Տեսեք, իմ կարծիքով 91 թվականին, երբ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալուց եւ այդ բևեռներից մեկը վերացավ, մնաց մեկ բևեռ։ Հա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ մարմնավորում է արևմուտքը ներկա պատմական իրողություններում, արևելքը, որ մարմնավորում էր Խորհրդային Միությունը, վերացավ, այսինքն սոցիալիստական գաղափարախոսությունը, կոմունիստական վերացավ, գաղափարական այդ հակասությունները, հակադրվածությունը վերացավ եւ դրա համար ստեղծվեց մեկ բևեռ, որը կառավարում էր աշխարհը։ Եվ ինչպես որոշ գիտնականներ պնդում են, այդ մեկ բևեռանոց աշխարհը սկսեց այսպես փլուզվել 2008 թվականից, չնայած ես դրա հետ համաձայն չեմ։ Ինչու, որտեղ 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը իսկապես լուրջ հարված էր տնտեսություններին։ Բացի դրանից 2008 թվականը նաև կարևոր էր երկու առումով։ Առաջինը այն է, որ 2008 թվականի գարունն էր, ապրիլն էր կարծեմ, ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց ընդլայնվելու մասին նախկին խորհրդային հանրապետությունների բացի Մերձ Բալտիկայից վրայով էլի նրանց էլ սկսել են ընդգրկել եւ դրան հետեւեց Ռուսաստանի պատասխանը եւ այսպես կոչված 5-օրյա էր չէ պատերազմը Վրաստանի դեմ եւ Ռուսաստանը ներսկուժեց Վրաստան եւ ռուսական տանկերը եկան Թբիլիսի մատույցներում կանգ առան, հետո որոշեցին չմտնել, շորեկան հետ գնացին։ Ես կարծում եմ, որ այո, դա իմաստ ունի այդ նոր աշխարհակարգի մասին խոսելը, որ հինը սկսեց փլուզվել եւ նորը սկսեց ձևավորվել։ Ինչու, որովհետեւ խորհրդային կներեք Ռուսաստանի Դաշնությունը ցույց տվեց, որ ինքը պատրաստ է ուժ կիրառել իր նախկին խորհրդային միության նախկին հանրապետությունների դեմ, բայց ես կարծում եմ, որ ավելի իրական է դիտարկել նոր աշխարհակարգի ձևավորման, այսպես ասած, առաջին նշույլները սկսած 20 թվականից 2020 թվականից Արցախյան վերջի պատերազմից։ Հետաքրքիր է։ Ես սպասում եմ միգուցե կասեք Ուկրաինայի պատերազմը, Ուկրաինան դրա հետ շարունակությունն է ըստ էության, ինչու, որովհետև տեսեք, մարդիկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Փաստորեն տեղի ունեցավ հետևյալը, որ 20 թվականին
Ռուսաստանը թույլ տվեց, որ այն տարածաշրջանում, որը համարվում էր իր գերակայության, իր ազդեցության ոլորտ, տեղի ունենա մի պատերազմ, որը մեծապես պայմանավորված էր ՆԱՏՕ-ի երկրի Թուրքիայի գործողություններով, որը Թուրքիան ըստ էության, ես դա ժամանակին այն ժամանակ արդեն նշում էի իմ հարցազրույցներում, 2020 թվականի փետրվարից սկսեց փոխել բալանսը ուժերի, երբ ԱԹՍ-ներ սկսեց հատուկ համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ եւ մայիսից մոտավորապես 20 թվականից սկսեցին առաքել ԱԹՍ-ները, բայրակթարները Ադրբեջան եւ դա սկսեց բալանսը փոխել եւ Ռուսաստանը դրան չարձագանքեց։ Գիտեք, այդ ժամանակ ես իմ հարցազրույցները աշխատում էի հնարավորինս ռուսերեն տալ, նույնիսկ ռուսական լրատվամիջոցներին, որ ինչ-որ ուշադրություն դարձնեմ, թե ես ինչ է կատարվում, ձեն հանեք, եւ ոչ մի արձագանք չեղավ եւ հանգեցրեց ըստ էության դա աշխարհաքաղաքական առումով դա Ռուսաստանի պարտությունն էր։ Եվ դրան հետևեցին իրադարձությունները, որոնք վկայեցին, որ Ռուսաստանը թուլանում է մեր տարածաշրջանում։ Եվ հետո դրանից հետո տեղի ունեցավ։ Համաձայն եմ, ես էլ միշտ ասում եմ, որ եթե Ռուսաստանը օրինակ կոշտ միջոցներով միջամտեր Արցախյան հակամարտությանը, ցույց տար, որ ինքը պատրաստ է ուժ կիրառել իր դաշնակցին օգնելու համար եւ այլն, շատ ավելի կոշտացներ ռիտորիկան, շատ հնարավոր որ հետագայում Արևմուտքի հետ բանակցություններում Ուկրաինայի հարցի շուրջ Արևմուտքը հասկանար, որ ռուսները լուրջ են տրամադրված եւ այդքան չսերեր վիճակը, նույն ուկրաինացիները, բայց քանի որ իրանք տեսան, որ Արցախում ռուսները բան չարեցին, մտածին ուրեմն կարելի է ավելի, այսպես ռուսերեն ասում են, ստավկաները բարձրացնել այդ խաղում, հա։ Գիտեք, մենք հիմա արդեն նոր դիվավորվող աշխարհակարգ փորձում ենք իմ տեսական փորձում ենք դրա ոնց որ հիմքերը սկզբից սկսենք։ Ես որոշ բաներ սկսել եմ արդեն հրապարակային դրա մասին խոսել։ Իմ կարծիքով այս նոր աշխարհակարգը, որը մենք տեսնում ենք, որ սկսում է ձևավորվել, մի քանի առանձնահատկություններ ունի։ Առաջինը մենք կարող ենք արձանագրել, որ ՄԱԿ-ը որը գործեց նաև Սառը պատերազմի տարիներին, ավելի շուտ առաջացավ եւ գործեց նաև մեկ միաբևեր աշխարհակարգի պայմաններում 1991 թվականից հետո, ըստ էության հիմա կորցրել է իր հնարավորությունները ազդելու իրադրության վրա։ Մեր աչքի առջև դա ամեն ինչ տեղի ունենում։ Այսինքն այն կարևոր առանձնահատկությունը աշխարհակարգի, որը ի հայտ եկավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի առաջացումը մենք տեսնում ենք արդեն չի գործում։ Եվ սա ինչին է հանգեցնում, որ այն պետությունները, որոնք ունեն հնարավորություն, նրանք ուժը կիրառում են։ Եթե Սառը պատերազմի ժամանակ երկու, ասենք, գերտերությունները իրենք իրար դեմ ուժ չէին կիրառում, զգուշանում էին, իսկ միաբևեր աշխարհում արդեն մենք այդ երկրորդ բևերը որ չկար, ուժ կիրառողը ըստ էության միայն մեկն էր, հիմա մենք տեսնում ենք, որ այդ երկու պետությունները, որոնք ամենավերջին տվյալներով Ստոկգոլմյան խաղաղության ինստիտուտի այդ հայտնի Սիպրիի տիրապետում են միջուկային զենքի, ոչ թե պաշարների, այլ ընդհանրապես միջուկային զենքի, որը պատրաստ է կիրառման, օգտագործման, 83% միասին նրանք ուժ կիրառեցին, որը դժվար է բացատրել ինչու։ Տեսեք, Ռուսաստանի, այս պարզ խոսենք, հարձակում Ուկրաինայի վրա։ Այո։ Ուկրաինան վտանգ չէ ներկայացնում Ռուսաստանի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի վրա։ Իրանը վտանգ չէ ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց ուժը կիրառվեց։ Այսինքն ես կարծում եմ, որ այստեղ գործում է նոր տրամաբանություն, քանի որ արդեն ՄԱԿ-ը որպես այդպիսին իր անվտանգության խորհրդով չի կարողանում համակարգել ուժի կիրառումները, ապա անհրաժեշտություն է առաջանում այն պետությունների կողմից, որոնք տիրապետում են ուժի, կիրառել ուժը։
Այսինքն մենք մտնում ենք մի նոր աշխարհակարգ, որտեղ ուժը պետք է կիրառվի, որ ցույց տրվի։ Եվ ես սպասում եմ, որ մոտակա տարիներին Չինաստանը կկիրառի ուժ Թայվանի դեմ երևի, հա։ Նույնիսկ 1-2 տարի։ Ինչու, որովհետև այս երբ որ արդեն ուժը հանդես է գալիս որպես բացարձակ երևույթ, համակարգող մեխանիզմները արդեն թուլացել են, առաջանում է այս նոր աշխարհակարգը, որը ընդունված է անվանել բազմաբևեռ։ Ես դրա հետ համաձայն եմ, բայց այդ բազմաբևեռ նոր աշխարհակարգը իմ կարծիքով ունի հիերարխիկ կառուցվածք։ Այսինքն երկու պետություն, որոնք ունեն այդպիսի հնարավորություն իրենց մեկը մյուսին եւ աշխարհը ոչնչացնելու, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, այդ հիերարխիայի վերևում են, մի քիչ ներքևում Չինաստանն է, որպես տնտեսական, առևտրական զորագույն պետություն, բայց ռազմական առումով նա դեռ զիջում է երկուսին եւ միջուկային զենքի առումով։ Միջալոց այդ Սիպրիի, որ ես ասացի, Ստոկգոլման ինստիտուտի վերջին զեկույցը երբ կարդում ես, պարզ է դառնում, որ Չինաստանը շատ լավ դա հասկանում է եւ ինքը ամենաարագն է սկսում մնացած մյուս միջուկային տերությունների հետ համեմատած իր միջուկային պաշարները, միջուկային զենքի պաշարները ընդլայնել ամենաարագն են։ Տասնյակներով ինքը դա ավելացնում է ամեն տարի։ Հետաքրքիր է։ Եվ հետաքրքիր բան ասիկ, փաստորեն ինքը մի տեսակ ստացվում է, որ Չինաստանը տարբերակ չունի։ Երկու հակառակորդները ուժը ցուցադրել են եւ ինքը պետք է ցուցադրի։ Այո, եթե այդ տեսակետից նայենք, այո։ Դա իհարկե իրական քաղաքականության մեջ դա չի ընկալվում, որտեղ ինչ որ մի կոնկրետ մի պատճառ է լինում, մի բան է լինում, բայց եթե տրամաբանությունն է փորձում հասկանալ, դրան է տանում, ստեղնենք, դες է տարանջվում ենք մեկ այլ կարևոր խնդրի հետ, տրամաբանություն եւ պատմություն, ինչպես անհատ եւ պատմություն, այնպես էլ տրամաբանություն եւ պատմություն, արդյոք տրամաբանությունը արտահայտվում է պատմության մեջ, պատմական իրադարձություններում եւ երբ է արտահայտվում, ինչպես է արտահայտվում, դա էլ հետաքրքիր թեմա է։ Հա, շատ։ Գրեք ձեզ մոտ։ Շատ նշեցի մոտ։ Ու հետաքրքիր մի բան ասիկ, ես ուղղակի կիսվեմ իմ զգացումներով, երբ որ ռուս-ուկրաինական լարումներ եւ ասենք հունվար ամիսն էր 22 թվականի եւ բոլորը խոսում էին կարող է լինի եւ այն հայտնի ռուսական հաղորդումները կան, չէ՞, Սոլովիովի բան, որ մարդիկ են գալիս իրար վրա են գորգոռում բան եւ այլն։ Ես միշտ անցալել եմ որպես տենց շոու, այսինքն մարդիկ եւ հետո որ սկսվեց պատերազմը, ես հասկացա, որ մենք մարդիկս ովքեր փորձում ենք տրամաբանենք, ովքեր փորձում ենք հաշվարկենք բան ու մտածում ենք, որ լավ դրան չի հասնել։ Շատ ավելի սխալ դուրս եկան, քան մարդիկ, ովքեր շոու են անում, գորգորալով, որովհետև այնտեղ պատերազմասն են կան, պարզ էին խոսում, որ թվում է դա արդեն որոշված մի բան է։ Շատ հետաքրքիր է, հա, որ այդ շատ դեպքում է տրամաբանությունը Մանուկյան կներեք ընդհատել ես դուք ինձպես հիշողությունների դաշտ տեղափոխեցիք այդ պատերազմից 1-2 շաբաթ առաջ ինձ հետ այսպես ճաշի ցանկություն հայտնեցին, ճաշելու ցանկություն հրավեր ուղարկեցին Երևանում այսպես տեղակայված երկու դեսպաններ, չեմ ասի որ երկրների, շատ տարբեր երկրների, իրարից շատ տարբեր Ես այն ժամանակ չհասկացա թե ինչու մեկ էլ այդ երկու երկրները մի քանի օրվա տարբերությամբ ինձ ճաշի ցանկություն հայտնեցին եւ զրույցի նոր հետո երբ որ պատերազմը սկսեց ես հասկացա որ դրա հետ էր կապված այսինքն դեռ արդեն կար ինչ-որ ինֆորմացիա դեռ ավելի փորձում էին իրանք ինչ-որ բաներ հետաքրքիր է մակի դերի թուլացում ուժային նոր տրամաբանություն, ուժի ցուցադրում, էլ ինչ բաներ տնտեսական դաշտում օրինակ կամ տնտեսականը շատ կարևոր է, նույնպես տնտեսությունը հիմա դառնում է ոչ միայն այսպես առանձին տնտեսություն, այլ այս նոր աշխարհակարգում տնտեսությունը հանդես կգա տնտեսություն ավելացրած ենթակառուցվածքներ։ Այսինքն, չգիտեմ, գազատարներ, նավթատարներ նեղուցներ, որով տեղափոխվում է էլեկտրական գծերը, ինտերնետի հետ մալուխները, որ աշխարհը կապում են, այդ ենթակառուցվածքները եւ տնտեսությունը միասին են հանդես գալիս։
եւ դա հանգեցնում է նրան, որ ենթակառուցվածքների վրա ազդեցություն ունենալը դառնում է ոչ պակաս կարևոր, քան թե ունենալ պաշարները տարբեր բնական հարստությունների։ Այս Հորմուզի լրիվ ցույց տվեց ինչքան կարևոր է մի փոքրիկ այսպես իհարկե, բայց հիմա մենք տեսնում ենք, որ քանի որ արդեն դրա մասին խոսեցինք, փորձեր դա շրջանցել։ Օրինակ Թուրքիան այսպես վերսկսել է Աբդուլհամիդի երազանքի իրականացումը Հիջազի երկաթգծի այսպես կոչված, որը ըստ էության Թուրքիան Սաուդյան Արաբիայի հետ է կապվում եւ այդպիսով շրջանցում է Հորմուզը։ Ու նաև կարող ենք ասենք, որ այս մեր Սյունիքում անցնող ճանապարհն է այդ նույն տրամաբանության մեջ է Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան։ Որովհետև էլի հանկարծակի մենք իրոք բաներ են տեղի ունենում, որոնց մասին երբ որ չես մտածում, միջև չի գալիս դրանց բացակայությունը, չգիտեմ, լավ չձևակերպեցի, բայց երևի հասկանալի է, այսինքն Չինաստանից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու ճանապարհները հանկարծ փակվեցին, որտեղ իրենք Ռուսաստանի միջոցով էին, այո, եւ իրենք Հորմուզով էին եւ եղավ Իրանի վրայով։ Եղավ մի իրավիճակ, երբ որ մենք տեսանք, որ այդ հսկայական տարածաշրջան կարող է փակվի, ընդամենը մի 2-3 ենթակառուցվածքի բացակայության պայմաններով։ Իհարկե մեծ մասամբ ծովի վրայով է, փոքր շատ հատվածն է անցնում ցամաքային, բայց դա էլ կարևոր է։ Իսկ տարեկան կտրվածքով Չինաստանի եւ Եվրոմիության առևտուրը $800 միլիարդ է։ Ահռելի մեծ գումար։ Շատ հետաքրքիր, այսինքն տնտեսություն եւ ենթակառուցվածքներ, իսկ այս նոր տեխնոլոգիաները, նույն արհեստական բանականությունը ինքը ինչ որ ազդեցություն թողնում է, որտեվ դուք երբ որ խոսում եք բանի մասին, այդ Յալտա-Պոցդամյան համակարգի նշեցիք, որ միջուկային զենքը այն քարտներ, որ ամեն ինչ փոխեց, իրավիճակ փոխեց։ Հիմա այս դեպքում կարող ենք ասենք արհեստական բանականությունը, թե շատ գերագնահատում է։ Պարոն Մանուկյան, գիտեք, որ ես գալիս եմ, այսպես մտածում եի, ասում եի ինչ լավ կլինի, որ Սուրենը ինձ այդ հարցը տա։ Որ իմ նախաձեռնությամբ դա չլինի։ Իմ կարծիքով դա շատ մեծ նշանակություն է ձեռք բերում մոտակա տարիներին մենք կտեսնենք։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, դա էմբրիոնն է։ Դեռևս մենք չենք կարողացել դա դեռ ստեղծել արհեստական բանականությունը այն ձևը, որ հետո նա մի քանի տարի հետո ի հայտ կգա եւ դա մեծ խնդիրներ կստեղծի։ Իմ մոտեցումը հետեւանն է, այստեղ էլ իմ տեսություն ունեմ, ուղղակի սա մի քիչ այլ ոլորտ է, որ պետք է կարողանալ արհեստական բանականության հետ որպես մարդկություն երկխոսություն հաստատել։ Միակ ճանապարհը դա է։ Երկխոսության հավասարը հավասարի հետ։ Շատ անհավատալի բան եմ ասում, միշտ ասում եմ, որ պետք է մարդը կառավարի, որ մեկ էլ իրար դուրս չգա իր դեմ բան, բայց երկխոսությունն է իմ կարծիքով ճանապարհը։ Հետաքրքիր է։ Եթե նա քեզ կարողանա, եթե դու կարողանաս նրան քեզ հարգել տալ։ Այսինքն իրան ընկալես որպես հավասարը, ինքը քեզ նաև ընկալի որպես հավասար։ Այսինքն սա էլ կարող ենք համարենք, որ այսինքն տեխնոլոգիական տիրապետումը նաև, չէ՞։ Նոր է սկսում։ Հետո ռազմական բնագավառում, երբ որ արդեն լայնածավալ սկսի կիրառվել արհեստական բանականությունը, դա շատ բան կփոխի։ Հիմա տեսեք, հայտարարվում է, այսինքն աշխարհը գիտի, որ երկու պետություն կա, որոնք ունեն արհեստական բանականության բնագավառում սուվերենիտետ, ինքնիշխանություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Վերջերս Ռուսաստանի նախագահ հայտարարեց, որ Ռուսաստանն էլ ունի։ Ես չեմ մանում, փակ է այնտեղ գուցե ունեն, բայց ամեն դեպքում այդ երկու երկիրը, այդ չէ մենք խոսում ենք հիերարխիկ բնույթի մասին, չէ՞, միջուկային զենքի հետ կապված։ Այս այլ նոր հիերարխիայի նոր չափորոշիչ է արհեստական բանականության հետ կապված։ Տեսնենք, այսինքն էլի այդ երեքի հետ մենք գործում ենք։ Ես իմ բանով կիսվեմ փորձառությամբ, ես ապրիլ ամսին Մոսկվայում էի ու դե բոլորս գիտենք ամեն ինչ
փակ է, ոչ մի բան չի աշխատում, արևմտյան շատ տեխնոլոգիաներ, ես էլ մոռացել էի, որ նման վիճակ է ու սովորաբար ոնց է VPN-ով են գնում մարդիկ, որ ես չի քաշել, այսինքն ես լրիվ կտրված էի աշխարհից, ոչ մի բան չի գնում, իսկ մեյլերն էի դժվարություն ստուգում ու դրա համար ստիպված, քանի որ աշխատանք կար անելու, փորձեցի օգտվել ռուսական այդ արհեստական բանականության գործերից, ասեմ որ շատ լավն են։ Ինձ շատ դուր եկան եւ Սբերբանկի բանը կար Giga-chat կոչված եւ Yandex-ում ուներ իր առանցին արհեստական բանականության գործիքները, ասեմ իմ համար էլ շատ զարմանալի էր, բայց իրենք իրոք կարողացել են այդ միջավայրը ձևավորեն, էլի։ Եվ դա էլ շատ ճիշտ բան եք ասում, շատ կարեւոր է հիմա ով կտիրապետի այդ տեխնոլոգիային։ Հավելեմ կներեք ընդհատում եմ ռազմական սպեսիալիստ հետաքրքրում եմ բնակավարով ԱԹՍ-ներում հիմա համարվում են, որ ռուսական ԱԹՍ-ները ամենահագեցված են արհեստական բանականության միջոցներով։ Հա, հետաքրքիր է ու փաստորեն ով տիրապետեց այդ, որովհետև նաև մենք շատ դեպքերում չենք ընկալում, բայց արհեստական բանականությունը նույնպես ուղղորդված է, այսինքն այն ընկերությունը, որը այսպես train է անում, հա, պատրաստում է այս կամ այն արհեստական բանականության գործիքը, շատ դեպքում ինքը հնարավորություն ունի ազդելու այն գիտելիքի, որը ինքը ձեզ կհաղորդի։ Օրինակ Չինաստանում չինական գործիքների հետ դու երբեք չես կարող տաս հարց, որը քննադատի չինական կոմունիստական կուսակցությանը։ Հա, այսինքն ինքը չի պատասխանում, ինքը ասում է ես չեմ պատասխանի այս հարցին։ Եթե հարցնես ինչ խնդիրներ, ինչ բացեր ունի չինական կոմունիստական կուսակցությունը։ Եվ նույն ձևի էլի արևմուտքում էլի կան սահմանափակումներ։ Կներեք, շարունակեմ ձեր միտքը։ Սրանից մի 2 շաբաթ առաջ արդեն հավանական է Սպիտակ տանը տեղի ունեցավ հատուկ խորհրդակցություն, որը նվիրված էր այցեն խնդիրներին, որ դուք նշեցիք, որ այդ ընկերությունները կարող են ինչ-որ որոշակի նոր հնարավորություններ ստանան ազդելու քաղաքին։ Արդյունքների մասին չհաղորդվեց, թե ինչ են որոշել, բայց արդեն զգացվում է այդ խնդիրը։ Այո, եւ եթե առաջ մարդիկ օրինակ, եթե մի ինֆորմացիայի կարիք ունեին, Google էին անում եւ Google-ը բերում էր իրենց տասնյակ տարբերակներ, որոնցից իրենք էին ընտրում, որին հետ համաձայնվեին։ Հիմա հիմնականում իմ ուսանողների պարագայում եմ ասում, հիմնականում այդ արհեստական բանականությանն են հանձնարարում, ինքը իրանց բերում է արդեն պատրաստի պատասխան, որը իրանք հավատում են, եւ դա խնդրեմ է, այսինքն նշանակում է, որ էլի շարունակելով ձեր միտքը էսել իմ ուսանողներին, դա է շատ լավ, գիտեմ, որ իրենք էլ են ասում, բայց ես միշտ ասում եմ, զգուշ եղեք, նա կարող է ձեզ խաբի, ChatGPT-ին կամ նմանատիպ ուղղորդի էլի, ուղղորդի սխալողությամբ։ Հա, եւ դա իրոք խնդրեմ է, որի հետ պետք է մենք առնչվելու ենք, չենք կարող աչքերներս փակենք եւ ասենք, որ չկա նման բան, կա եւ պետք է սովորենք դրա հետ ապրել։ Մի քանի հարցեր կուզենամ, մի քիչ ավելի մասնավոր հարցերի կամ, որը ինձ թվում է կարեւոր կլինի։ Կրոնի դերը այս աշխարհում, այս նոր աշխարհակարգում, որ մենք նշում ենք, եթե ասում ենք, որ Վեստվալից հետո իր դերը ընկավ, բայց այնուամենայնիվ, ասենք, շատ դեպքերում այդ հակամարտությունների սահմանային գոտիները կրոնով էին գնում։ Հայտնի այդ Հանտինգտոնի տեսությունը, ասենք, այդպես չի որ ես շատ հավանում եմ այդ տեսությանը, բայց նաև ինքը առաջինը չէ, Թոյնբին է դրա մասին խոսի եւ այլն եւ այլն։ Երբ որ մենք խոսում ենք այդ կրոնի մասին, հա, ուզում եմ հասկանամ այսօրվա քաղաքակրթությունների ձևավորման մեջ կամ ընդհանրապես հանրային քաղաքականության մեջ, մարդկանց ընկալման մեջ կրոնը ինչ դեր ունի եւ այս նոր աշխարհակարգում ինչ դեր կունենա։ Ես հակված եմ ավելի լայն դիտարկել կրոնը ավելի քաղաքակրթության որպես կարևոր բաղադրիչ։ Բայց եթե կոնկրետ կրոնի մասին խոսում ենք, մենք կարող ենք հետեւյալ արձանագրենք, որ այդ աշխարհը, որ մենք տեսეთ նշեցինք 91 թվականից հետո միաբևեր աշխարհը, որը նշանակում էր արևմուտքի գերակայություն, հանգեցրեց նրան, որ իսլամը որպես կրոն տեսնելով, եթե շատ սպես պրիմիտիվ պարզեցված եմ ասում, որ պարտվում է արևմուտքին, ի հայտ բերեց իսլամական արմատականություն, որը նաև սպես հանգեցրեց տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպություններին, գործողություններին, Ալ-Կաիդան եւ այլն։ Այսինքն դա կրոնի պատասխանն էր արևմուտքի գերակայությանը, բայց ոչ թե քրիստոնեության, որովհետև իմ խորին համոզմամբ աշխարհի բոլոր խոշոր կրոնները համագործակցելու մեծ հնարավորություններ ունեն, որտեղ բոլորն էլ երկրպագում են մեկ բարձրյալի
ուղղակի տարբեր են ճանապարհները, որ տանում են դեպի դրան։ Եվ այդ առումով ինձ շատ հոգեհարազատ է քաղաքակրթությունների համագործակցությունը, երկխոսությունը, կրոնների երկխոսությունը, որ այդ շարժումները կան աշխարհում եւ դրանք շատ կարեւոր են մեզ համարում։ Ու մեկ այլ խաղացողի մասին եք ուզենայի խոսեի, դրա տրանսազգային կորպորացիաներն են։ Էլի ես չգիտեմ, միգուցե միջնադարում են եղել իրենք շատ ազդեցիկ, ըստ երևույթի եղել են։ Հա, նաեւ որ ասենք հայկական կապիտալը, չէ, նոր ջուղայի հայկական կապիտալը, որ միջնադարում կամ Հնդկաստանի հայկական այդ արհեստությունը եւ այլն, կամ այդ բանը հայտնի բաները, ընկերությունները, որոնք բրիտանական, որոնք մասնավոր էին, բայց գործում էին հարավարևելյան Ասիայում եւ այլն, բայց ինձ թվում է, որ երբևիցե մարդկության պատմության մեջ այդքան հզոր կազմակերպություններ չեն եղել, ինչպես հիմա, ասենք նույն Google-ը կամ Apple-ը, իրենք ամբողջական, ասենք պետություններից ավելի մեծ ազդեցություն ունեն, նշանակություն ունեն, ինչ կարող եք դրա մասին։ Դրանք ավելացնում նաեւ բանկերը։ Հա, բանկերը որ մեծ կումուլատիվ մեծ ֆինանսներ են կուտակում եւ գիտեք բանկերի համակարգում առաջինները չինական բանկերն են, դա չգիտակցվում, բայց նրանք մեծ դոլար տրիլիոնները մինչև 10 տրիլիոն մոտավորապես 7 տրիլիոն այդպիսի մեծ կապիտալ են իրենց մեջ ներառում։ Գիտեք օրինակ պատմեմ էլի կոնկրետ որ ինձ հետ է ունեցել ուրեմն սրանից մի քանի տարի առաջ Շանխայում ես հյուրեի Չինաստանի ամենախոշոր մաս մեդիայի կորպորացիայի ղեկավարությանը ուրեմն այնտեղ այսպես զրուցում ենք այդ կորպորացիայի ղեկավարներից մեկն էր ինչ որ տեղականներից մեկն էր այսպես որ բանը ասեց նաև մենք ունենք մեր կոմկուսի ներկայացուցիչը, որ մեր կորպորացիայում կա, Չինաստանի առանձնահատկությունն է, բայց ես ասեցի, բա ինքը ուր է, որ չկա էլի, ասեցի, բա նավը, որ մենք նրան կանչենք։ Տեսնում եք, չէ, այսինքն կա ձևական պետության ինչ-որ հսկողությունը, բայց այնքան հզոր են, որ ուղղակի ձևական ասում են թող լինի։ Սա իհարկե չի ասի, որ տիպիկ երևույթ է, որովհետև վերջիվերջո կորպորացիաները եթե հզոր պետություններում են գործում ենթարկվում են պետություններին դեռևս ես չեմ տեսնում հնարավորություն որ կորպորացիաները օրինակ ամերիկյան կորպորացիաները գնան ամերիկյան պետության դեմ ընդհակառակը պետությունն է նրանց համար ճանապարհ բացում տարբեր ռեգիոններ եւ այլն տեսնենք վերջիվերջո մենք ապրում ենք դեռևս ազգային պետության դարաշրջանում այն 40,000 այսինքն կարծում եք այդ պրոյեկտը դեռ կենսունակ է բայց չեմ կարող ասեմ միջնաժամկետ ապագայում ինչ կլինի հա ճիշտ է ես նոր հիշեցի որ այդ նույն Միացյալ Նահանգներ Huawei այդ բախումը որ եղավ չինական ինչի համար էր որպեսզի իշ արտադրողի ճանապարհ բացի էլի եւ հա այսինքն շատ դեպքերում ոչ թե պետությունն է ինքը հող ստեղծում որպեսզի իրենց ազգային ընկերությունները կարողանան ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն հա ճիշտ է այսինքն ես գերագնահատում եմ ավելի շատ այդ տրանսազգային կորպորացիաները դա տարածված մոտեցում է որ այդ կորպորացիաները բայց դեռ ես կարծում եմ որ դեռ շրջանակների մեջ են գործում հա բանը մենք այս թեմաները որ քննարկեցինք նաև այնուամենայնիվ կուզենայի բոլորը քննարկեցինք բայց կուզենայի ձեր կարծիքը այնուամենայնիվ այսօրվա աշխարհում հիմնական շարժիչ ուժը արժեքներն են ռեսուրսներն են ուժն է թե տեխնոլոգիական գերիշխանությունը ձեր կարծիքով Պարմանուկ է որ դուք նշեցիք իմ կարծիքով բոլորը հա ես չեմ ինձ վրա պատասխանատվություն վերցնեմ մեկը առաջնային համարել բայց ամեն բոլորի համադրումը դե ուժը տարբեր ձևակերպումներ ունի մեկ ասես բացահայտ ուժն է որ երևում է մյուսն էլ ուժն է որը չի երևում բայց էլի շատ կարևոր է
տարբեր ուժի տարբեր ուժն է ես կասեի ուժի տարբեր իր արտահայտումներով հա հիմա մեր լսողները միշտ սպասում են ու ասում են լավ այս մարդիկ ամբողջ աշխարհից խոսում են Հայաստանից չեն խոսում եկեք մենք գանք մեր իրականություն ու հասկանանք մենք այս աշխարհակարգերի փոփոխություններում որտեղ ենք ինչ վտանգներ ունենք, ինչ հնարավորություն ունենք այսօրվա աշխարհակարգի պարագայում, բայց նաև պատմականից է սկսենք, էլի, մենք ուր էինք, ինչ Տեսեք, շատ ճիշտ մոտեցում է, ինչն է ինձ համար ստեղ հետաքրքիրը, երբ մենք խոսեցինք այն առաջին աշխարհակարգի մասին, Վեստֆալյան աշխարհակարգի, այն ժամանակ հայ ժողովուրդը չունենալով պետականություն բայց հանդես էր գալիս այդ աշխարհակարգի որպես մի մաս դուք արդեն նշեցիք նոր ջուղայի հայկական կապիտալի մասին որը ոչ միայն նոր ջուղայի հայկական կապիտալ էր այլ ըստ էության այսպես տարածվել էր աշխարհով մեկ եւ այդ ժամանակին վերաբերում Կանտի Իմմանուել Կանտի գերմանական դասական փիլիսոփայության ամենակարևոր դեմքերից մեկի բնութագրումը, որ հայ վաճառականները դրանք շատ կարևոր են, որովհետև նրանք ամենտեղ կարողանում են, ինչպես մենք ասենք, լեզու գտնել եւ այլն, այսինքն հայ ժողովուրդը այդ առաջին աշխարհակարգի շրջանում չունենալով պետականություն, բայց արդեն մաս էր կազմում իր առևտրական կապիտալով որը տարածված է Եվրոպայից մինչև Չինաստան։ Այ ասում են հայերն են առաջինը, որ Չինաստան բերել Աստվածաշունչը։ Այդ իրենք չինացիներն են ասում, չեմ անում ճիշտ է թե չէ։ Եվ առևտրային ճանապարհները, որ հայերն են, եւ որ մենք ասում ենք այդ չենջերը, չէ, որ կան փոխանակման կետերը, առաջինը հայերն են ներմուծել այդ տարբեր այդ ճանապարհներին առևտրական այդ իրենք են իրենց know-how-ն ա եղել։ Հետաքրքիր է։ Երբ որ մենք խոսում ենք արդեն երկրորդ համակարգի մասին, Վիեննայի համակարգի մասին, մենք տեսնում ենք, որ դրա գոյության որոշակի փուլում իհայտ եկավ մի երևույթ, որը կոչվում է հայկական հարց։ Հա։ Եվ հենց այդ կոնգրեսները, չէ, Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական, հետո եվրոպական, համաեվրոպական Բերլինի կոնգրեսը, հայկական հարցը դարձավ այդ աշխարհակարգի բաղկացուցիչ մասերից մեկը միջազգային հարաբերությունների։ Եվ ես հատուկ դրա մասին մի հոդված ունեմ, տեսեք, երբ մենք այդ տեսակետից դիտարկում ենք, պետք է ուշադրություն դարձնենք 1912-14 թվականի այսպես կոչված հայկական ճգնաժամի վրա, որը իմ կարծիքով թերագնահատված է։ Համաձայն եմ, լրիվ համաձայն եմ ձեր։ Ինչ տեղի ունեցավ այդ ճգնաժամի արդյունքում տեղի ունեցավ հետևյալը, որ մենք դեսեդ խոսում ենք, չէ, որ այդ Վիեննայի համակարգը հիմնված էր պետությունների միջև հավասարակշռության, որ ոչ մեկը չկերա բալանսի այդ գաղափարի վրա։ Եվ երբ աշխարհը գնում էր արդեն դեպի առաջին համաշխարհային պատերազմ, պետությունները, որոնք ունեն տարբեր եվրոպական հզոր պետությունները, որոնք հիմք էին կազմում այդ համակարգի, նրանք հայկական հարցը օգտագործում են ամեն մեկը իր շահերից ելնելով, մեկը մյուսի վրա ազդելու եւ այլն։ Եվ թուրքերը, մասնավորապես Աբդուլհամիդը դրանից շատ լավ օգտվում էր։ Եվ դրա համար հայկական հարցը չէր լուծվում, բայց երբ որ աշխարհը գնում էր արդեն դեպի համաշխարհային պատերազմ, այդ պետությունների միջև այդ համակարգը, որ հավասարակշռման սկսեց գործել, բոլորը միանգամից իրար հետ լեզու գտան եւ Թուրքիայի վրա ճնշեցին եւ եղավ 14 թվականի բարենորոգումները, որը ես կարծում եմ շատ կարեւոր էր, որտեղ ըստ էության, եթե դա իրականացվեր, առաջի համաշխարհային պատերազմը չխանգարեր, հիմք էր դնելու հայկական հարցի լուծման, հայկական պետականության առաջացման Օսմանյան կայսրությունում։ Հետաքրքիր երևույթ էր։ Հետո մենք տեսնում ենք հետևյալը, երբ նոր աշխարհակարգ էր ստեղծվում, երկբևեռ աշխարհակարգ, հայկական հարցը էլի գոյություն ուներ եւ նորից այս անգամ զոհ գնաց այդ երկբևեռության, որտեղ եթե այն ժամանակ բևեռներից մեկը խորհրդային միությունը շահագրգռված էր լուծել հայկական հարցը իր ուզած ձևով, Կարսի եւ Արտահանի մարզերի խորհրդային միությանը միացնելու մասին է խոսքը, չէ՞։ Այո, բայց նաեւ կան խոսակցություններ, որ կարող է գնային միջերկրական ծով,
որտեղ ռուսական կայսրության 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում արտգործնախարարությունում այդ կոնցեպցիան եղել է։ Բայց երկրորդ բևեռը արդեն որ ձևավորվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները արևմուտքը դրան խանգարեցին։ Միջուկային զենքեր եւ այլն։ Այսինքն էլի հետաքրքիր է, մենք էլի ինչ որ մի ձևի չունենալով պետականություն, էլի ինչ որ մի ձևի այդ աշխարհակարգում մեր տեղ ունեցանք։ Հիմա մենք հետեւյալ երևույթի հետ ենք 91 թվականից հետո առնչվում, երբ արդեն գոյություն ունի անկախ հայկական պետականություն։ Եվ նա պետք է իր տեղը եւ դերը որոշի այս ձևավորվող աշխարհակարգում, որը շատ բարդ երևույթ է։ Եվ տարածաշրջանի առանձնահատկություններից ելնելով եւ ընդհանրապես Մերձավոր Արևելք, Ռուսաստան, այդ ուժե կիրառումը, որը մենք դες այդ նշեցինք, պետք է կարողանալ այս նոր պայմաններում մեր տեղը ճիշտ գտնել եւ դրանով ապահովել մեր պետականության հարատեվությունը։ Ու հասկանալով, որ այն ինչ որ դուք նշեցիք, որ մեծ խաղացողները հակված են ուժ կիրառելու այլևս։ Եթե նախկինում չէր կարելի դա պատկերացնել, ապա հիմա պետք է բոլոր տարբերակները հաշվի առնել, որ Աստված մի արածի իհարկե, որ ասենք Հայաստանի դեմ կարող է Ռուսաստանն է ուժ կիրառի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է կարող են ուժ կիրառի, եթե պետք լինի իրենց, եթե ինչ որ մի դասավորվածությամբ իրենք դա ուզենան անեն, եթե նախկինում մի 30 տարի առաջ կմտածեին, կվարանեին, բան կանեին, հիմա ամենայն հավանականությամբ նաև ձեր ասած տրամաբանություն ցելնելով կարող է ուժ կիրառել, ճիշտ եմ, հա, ինտերպրետացնում։ Շատ կարևոր է, երբ որ դրանք որոշեն ուժ կիրառել, այդ պետք է այնպես անել, որ այդ որը դա է արդեն մեր բանը խնդիրը թույլ չտալ, որ իրենք այդ որոշման գան։ Այո, դա ճկունություն պետք է լինի եւ նաեւ մենք ունենք մի ռեսուրս, որը չենք օգտագործում իմ կարծիքով, դա հայկական քաղաքակրթություն երևույթն է։ Դա մեր ռեսուրսն է, որ մենք ունենք, այսինքն մենք չունենք նավթ, գազ եւ այլն։ Այդ դա պետք է մենք փորձենք օգտագործել։ Ինչ մանրամասնեք այդ։ Տեսեք, ինչի հետ է կապված այս երևույթը, այդ ռեսուրսը։ Աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք ունեն իրենց քաղաքակրթությունը։ Մեծ ժողովուրդներ են, չէ, Չինաստանը, Հնդկաստանը, հիմա Ռուսաստանն է ասում, չէ, ռուսկի միր այդ քաղաքակրթական երևույթ ենք եւ այլն։ Բայց մենք էլ մեր շատ հազարամյակների պատմություն է մեր քաղաքակրթությունը եւ մենք մեր ինքնությունը պահպանել ենք։ Սա բացառիկ երևույթ է։ Տեսեք, կարող են ասեն, բա Հունաստանը։ Բայց ամենապարզ բանն եմ ասում, ժամանակակից հունարենը եւ դասական հունարենը լրիվ տարբեր լեզուներ են, իսկ հիմա երբ որ մենք գրափարը լսում ենք, հասկանում ենք ձայն առաջանացեցության սրտի ողբակի քեզերն ձայնտեղ Գրիգոր Նարեկացի։ Տեսեք, մենք պահպանել ենք մեր ինքնությունը հազարամյակների ընթացքում եւ ոչ միայն պահպանել ենք ինքնությունը, այլ այդ ինքնությունը դրսևորվել է ամենատարբեր բնագավառներում եւ քրիստոնեության հետ կապված եւ մշակույթի հետ կապված եւ այդ նույն առևտրական կապիտալի հետ կապված եւ այլն եւ պետք է մենք դա կարողանանք օգտագործենք որպես մեր ինքնություն, մեր քաղաքակրթությունը, մեր ինքնությունը որպես մեզ պաշտպանելու միջոց։ Իհարկե, դա ոչ ԱՏՍ է, ոչ հրթիռ է, բայց իր նշանակությունը ունի, որ աշխարհը շահագրգռված լինի, որ այս փոքր պետությունը ինքը մեծ քաղաքակրթության մի մաս է կազմում եւ ստեղ սփյուռքն է շատ կարեւոր որտեվ մենք միայն այս Հայաստանը չենք, մենք աշխարհով ծրված մի ցանցային մի կազմակերպություն ենք, մանավանդ այս նոր երևույթներում չէ կապված համացանցի հետ, սոցիալական տարբեր ցանցերի հետ կապված մենք ամենօրյա շփման մեջ ենք մեր հարազատների հետ, մեր ծանոթների հետ, որը մեկը Սիդնեյում է ապրում, մեկը Յոհանեսբուրգում, ցանց է սա։ Եվ այդ ցանցը ինչի պետք է լինի գոյություն ունենա որպես միասնական, որտեղ այդ ցանցը բոլորը իրենց պետք է պատկերացնեն, ես ինչ եմ ասում, պետք է հիմա կբացատրեմ, որ իրենք մաս են կազմում մի քաղաքակրթության, որը հազարամյա քաղաքակրթություն է։ Իսկ ինչ եմ ասում, պետք է, որտեղ մենք հիմա այս սերունդները, որ հիմա ապրում են, դեռ այդ գաղափարը չեն յուրացրել։
իրենցը չեն դարձրել, ես կարծում եմ, որ պետք է սկսել դպրոցներից, դպրոցական ուսուցումից մի հատուկ դասընթաց մտցվի հայկական քաղաքակրթություն բարձր դասարաններում, որ համաշխարհային պատմությունը եւ հայոց պատմությունը սինտեզ անի եւ ցույց տա մարդկային պատմության մեջ, մարդկային քաղաքակրթության մեջ հայկական քաղաքակրթության դերը եւ նշանակությունը, որտեղ մենք ազդել ենք եւ իհարկե ազդվել ենք, այդ ամբողջ պետք է սերունդներ մեծանան։ Շատ դժգիր բան եք ասում, չի մտածել, բայց իրոք, այսինքն դու պետք է ցույց տաս քո արժեքը աշխարհի համար։ Այո, շատ ճիշտ հստակ ձևակերպում էր, այո։ Հա, եւ դրա համար շատ դեպքերում այն որ մենք մի բան ենք ասում, որ իմ դուրն է այդքան չի գալիս, որ այսպես մենք միշտ փորձում ենք մեզ ցույց տանք, մենք առաջին էս արեցինք, շատ դեպքերում դա հասնում է ծայրահեղացմանը, որ ստացվում է, բայց մյուս կողմից հիմա որ դուք ասում եք, մտածում եմ, բայց դրա մեջ կա ռացիոնալ հատիկ։ Դու դրանով ցույց ես տալիս, թե դու ինչքան կարևոր ես այս բազմազանությանը համաշխարհային։ Այո։ Եվ գիտեք, այս վերջի պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրանին դեմ ցույց տվեց քաղաքակրթությունը, քաղաքակրթական ժառանգությունը ինչքան մեծ նշանակություն ունի։ Այն հարվածները, որ ստացավ Իրանը, ոչ մի պետություն չէր դիմանա։ Հա։ Եվ նա դիմացավ եւ դիմանում է, որտեվ ինքը ունի ես այդ եզրույթն եմ ուզում շրջանառության մեջ մտցնել աշխարհակաղակական խորություն։ Չէ՞ ինչպես Դավիթ Օղլուն ասում էր ռազմավարական խորություն, աշխարհակաղակական խորություն այ մենակ ինչի ինչ որ հիմա կա դրա հետևը այսպես հազարամյակներ են։ Հա, իրոք շատ անսպասելի էր իմ համար, ճիշտն ասած, որ դիմացա, որովհետև թվում էր թե անհամարժեք բան են էլի։ Ոչնչացվեց ղեկավարությունը, էլ չեմ ասում ռազմական պոտենցիալի մի զգալի մասը, բայց պետությունը կա։ Մի քանի օրվա մեջ վերադասավորվեց ու իրոք շատ բան օրինակա, որից մենք էլ սովորելու բան ունենք, պետք է նայենք։ Կարողանանք մենք էլ մեր չափով, մեր հնարավորություններով, բայց դա սկսենք օգտագործել։ Հա, շատ հետաքրքիր բան եք ասում։ Ու քանի որ դուք եք իմ հյուրը, չեմ կարող առիթ չօգտագործեմ Թուրքիայի մասին հարցնեմ, հա, որտեղ մեր հարևան պետությունն է, ուզում եմ հասկանամ իրենց ուղին դեպի ուր է գնում։ Ես Թուրքիայի ուղին դիտարկում եմ որպես ոչ միայն Թուրքիայի, այլ որոշակի երևույթի մի մաս։ Այս նոր ձևավորվող աշխարհակարգում, որ ես ասացի, հիերարխիկ բնույթ կունենա, վերևում այն երկուսն են եւ երեքն են, չէ՞, որ մենք նշեցինք դες այդ, բայց կան նաեւ միջին պետություններ, ռեգիոնալ պետություններ, որոնք իրենց մեջ ունեն իրենց հիերարխիան, այսինքն այն միջին պետությունները, որոնք արդեն ցկտում են դեպի ամենավերևները, ասենք Հնդկաստանը։ Բայց կան ավելի այսպես ցածր հիերարխիկ պետություններ, ռեգիոնալ պետություններ, այ Թուրքիան դրանցից է։ Թուրքիան ռեգիոնալ պետություն է, որը ցկտում է դառնալ համաշխարհային տերություն։ Եվ Էրդողանի այն կոնցեպցիան, այն գիրքը, որ գրել է աշխարհը ավելի մեծ է, քան թե 5-ը, հենց դրա արտահայտումն է։ Այսինքն Թուրքիան տեղ ունենա ընդլայնված անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի, որը ունի որոշումներ ընդունելու եւ պարտադրելու հնարավորություն։ Բայց դա նշանակում է, որ իրենք ուզում են իրենց գլխից վեր թռնեն ներկապուրում։ Բայց մենք նաեւ կարող ենք արձանագրենք, որ Թուրքիան որոշակի բնակավարներում արդեն դառնում է այնպիսի միջին պետություն, որը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։ Օրինակ Թուրքիայի ակտիվությունը Աֆրիկայում, Թուրքիայի ակտիվությունը, չգիտեմ, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, եւ դրա հիմքում Թուրքիայի համաթուրքական է, դա գիտեք, գերակնահատվում է իմ կարծիքով։ Այդ համաթուրքականությունը այն պետությունների համար, որոնք դրա մաս են կազմում բացի Թուրքիայից, առանձնապես ոչինչ չի տալի։ Անա Ղազախստանի համար տեսեք, եւ Թուրքիան որոշ բնակավարում ես ասեցի, ինքը փորձում է իր այդ, այսպես ասած, հավակնությունները գլխից վերև թռնել, ինչ որ մի ձևի հիմնավորել, եւ այդ բնակավարը ռազմական արդյունաբերությունն է Թուրքիայի, որը վերջին տարիներին աննախադեպ զարգանում է։ Սրանից մի 3-4 տարի առաջ Թուրքիայում հայտարարվում էր, որ
իր ռազմական տեխնիկայի արտադրության 70%-ն է Թուրքիան ինքը արտադրում։ Սրանից 1-2 տարի առաջ Էրդողանը հայտարարեց 80%-ը։ Հիմա արդեն ավելի մեծ թվի մասին է խոսքը գնում։ Այսինքն ուժեղ տեմպերով ինքը ուժեղ զարգացնում է ռազմական արդյունաբերությունը եւ դա Թուրքիայի համար հնարավորություն է տալիս որոշ չափով ավելի իր ձեռքերը, այսպես ասած, ավելի լայն տարածելու տարածաշրջանից դուրս գալու։ Հա, եւ նաեւ չեն խորշում դրա մասին հիշատակ են։ Դրանց բառացիոն 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, Ֆիդանն էր հայտարարեց, որ բանը հակաիսրայելական հայտարարություն արեց եւ արեց այն հարցերը, որ մենք լուծեցինք մի քանի տարի Սիրիայում, Ղարաբաղում, մենք մի օր կգա եւ կլուծենք նաեւ Երուսաղեմի հարցը։ Այսինքն այդ բաները իհարկե լոզունգային են հիմա թվում, բայց այն որ իրենք չեն թաքցնում, որ նույն Ղարաբաղում իրենց մասնակցությունը շատ։ Իհարկե։ Իսկ Սիրիայի հետ կապված տեսեք տեղի ունեցավ հետեւյալը այո Թուրքիան ինքը այդ ինչ որ տեղի ունեցավ Սիրիայի մեջ տեղաշրջումը ինքը նախապատրաստեց, կազմակերպեց բերեկավարությանը նախապատրաստեց։ Հա, Իդլիբում իրենց վերահսկողության տակ էին։ Իրենց ինքը Ֆիդանն էլ երբ որ թուրքական հետախուզության ղեկավարներ իրենց այդ հարցերով զբաղվում էր, ինքն է հենց պատրաստել ներկայիս ղեկավարներին եւ այլն, բայց այստեղ Թուրքիան առնչվեց մի այլ ուժի հետ, դա Իսրայելն է։ Իսրայելը կարողացավ որոշ չափով Թուրքիային սահմանափակել Սիրիայում եւ օրինակ դրոզների միջոցով, որոնք շատ մոտ են գտնվում Դամասկոսին եւ մի փաստ ես միշտ նշում եմ արդեն 1 տարի է խոսվում է որ Էրդողանը պետք է այցով գա Դամասկոս, բայց չի գալի որովհետեւ դեռ հողը նախապատրաստված չի այնպես ինչպես իրենք են ուզում։ Հետաքրքիր է։ Իսկ Իսրայելի բանը ճակատագիրը հեռանկարը այս նոր աշխարհում, որովհետև գիտեք իմ մոտ ես չեմ ուզում իհարկե իմ հրեա անգերներին չեմ ուզում նեղացնեմ, բայց ինձ թվում է որ նման կոնֆրոնտացիայի բարձր աստիճանով որ Իսրայելը այսօր գործում է տարածաշրջանում, ինքը կարող է հեռանկարներ չունենա այս տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Գիտեք, քանի Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնը կամ, բայց դա չեմ կարող ասեմ ինչքան կլինի, չի։ Այո, իրավացիք։ Ու վերջին հարցը որ այս նոր աշխարհակարգի ձևավորման մասին զրույցը փորձենք ամփոփել, ինչպիսի աշխարհակարգային կլինի, ավելի ապահով կլինի, ավելի անկայուն կլինի, չգիտեմ, ավելի համահարտեցված կլինի, թե միգուցե ազգային գաղափարներին ավելի մեծ տեղ կտրվի։ Կուզենայի մի հատ այնպես նկարագրություն տակ էլի, այնպես նաև պրոգնոզի առումով։ Ինչպիսին է լինելու այս նոր աշխարհակարգը։ Պարոն Մանուկյան, գիտեք, ես իծնե օպտիմիստ եմ։ Դե շատ լավ կլինի այդ օպտիմիստական պրոգնոզ տակ, ես էլ։ Այլոց մի պրոֆեսոր կա Ավստրալիայում, որը ստեղծել է համաշխարհային շարժում լավատեսների։ Ես էլ ուզում եմ Հայաստանում դրա մի բաժին արդեն 90 այսպես բաժանմունքներ ունի։ Հավաքում եմ, եթե դուք ես էլ ամեն դեպքում ես հույս ունեմ որ աշխարհը կարողանա խուսափել ամենաահավորից, որ ինքնաոչնչացումից։ Եվ իմ հույսը ոչ միայն այդ նոր աշխարհակարգն է, որը որոշակի առումով այդ հիերարխիկ կառուցվածքով կարողանա կառավարելի դարձնել վտանգները, այլ նաև այն ոլորտն է, որի մասին դուք հարց տվեցիք, AI, այսինքն արհեստական բանականությունը, որը կօգնի խուսափել ամենասարսափելիից, ամենաահավորից։ Այսինքն այդ վտանգը, որը կարող է գա արհեստական բանականությունից, վերափոխել եւ դա ուղղորդել ի բարի այդ երկխոսության միջոցով։ Շնորհակալություն պարոն Սաֆրասյան, նաև շնորհակալություն որ այս օպտիմիստական միշտ այս նման զրույցներում ասում ենք այս օպտիմիստական նոտայով ավարտենք եւ կարծում եմ այսօր իրենք փորձեցինք այդ օպտիմիստական նոտայով ավարտենք, մեզ էլ խելք ճկունություն եւ համբերություն որպեսզի ժողովուրդը միշտ համբերություն որպեսզի կարողանանք տեղավորվենք այս նոր աշխարհակարգում որ արդարությունը կհաղթահարի շատ կարեւոր է մեր
ինքնության համար, մեր աշխարհանկալման համար հավատալ, որ արդարությունը կհաղթանակի։ Հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեզ։